Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել շատ կարևոր թեմայի շուրջ, ուզում եմ իմ օրինակի վրա ձեզ ներկայացնեմ, թե ինչպես է պետական համակարգը, պետական մեքենան ստեղծում կեղծ օրակարգեր, դատարկ ու փուչ էջերով եւ կարողանում է կեղծ կարծիք ստեղծել հասարակության մեջ, մոլորության մեջ տանելով ընտանիքին նվիրված հավատացյալ բազմազավակ կանանց, ինչպես նաև առաքինի տղամարդկանց եւ ստիպելով նրանց իցույց դնել երևի իրենց ներքին աշխարհի հակառակ կողմը, ինչպես նրանք եւ սովորեն, եւ իհարկե հենց իմ օրինակի վրա եւ իմ մեկ հրապարակման օրինակի վրա ձեզ ուզում եմ պարզ եւ բացահայտ ցույց տալ ինչպես են նրանք աշխատում եւ ինչպես են ստեղծում կարծիքներ կամ ինչպես իրենց է թվում, որ իրենք ստեղծում են կարծիքներ, որովհետեւ դժվար բանականություն ունեցող մարդը տրվի նման էմոցիաների կամ պարզապես վստահի, հավատա եւ այդպես շարունակի մտածել։ Ուրեմն, մայիսի 9-ին ես ժամանակ եմ անցկացրել շատ լավ վայրում արցախահայության հետ, որտեղ մարդիկ փորձում են օտարության մեջ հայտնվելով գենոցիդի պատճառով, որովհետև նրանց բռնի տեղահանել են իրենց հայրենիքից 120,000 մարդ եւ շատ շատերը հայտնվելով այս անհանդուրժողականության մեջ հայտնվել են Միացյալ Նահանգներում։ Ուրեմն ասեմ ձեզ, Արցախ, Արցախցի, Շուշի, հաղթանակ, հույս բառերը լուրջ տրիգեր են հանդիսանում եւ հենց այդ բառերից ելնելով մի մեծ բանակ սկսում է իր աշխատանքը։ Հետագայում տարածելով այդ տեսանյութերը արդեն իրենց էջերում արդեն գրանցելով եւ գրելով իրենց մտքերը, արտահայտելով դրանք մի ուղղությամբ եւ մարդկանց ուղեղի մեջ այդ մեծ քանակով մտցնելով այն ինչ որ նրանք ուզում են։ Բնականաբար, եթե ես պարզապես լավ երաժշտության տակ տեղադրել եմ վիդեոշար, որտեղ երգվում է, որ ուզում եմ, որ մարդիկ լինեն խաղաղության մեջ, լավ բարեկեցիկ կյանքով ապրեն, մի քիչ ավելի բարի լինեն, ավելի բարի իրանց ցանկությունները կատարածվեն եւ այդ երգի տակ ես ստացել եմ այս պահի եթե չեմ սխալվում 75 կոմենտ է, որից երևի 3-4-ն են դրական, մնացածը հայտնվել է այն ալիքի վրա պետական վճարված եւ ազդեցության տակ գտնվող անձնավորությունների, ովքեր նմանատիպ վիդեոյի տակ գրում են որոշակի բաներ։ Եվ ես հիմա ձեզ կապացուցեմ, որ շատ էջեր պարզապես զրոյական են, շատ անգամ փորձել եմ անգամ լուսանկարը, եթե կա տեղադրված, մտնում եք այդ էջ, տեսնում եք, որ 3-4 ընկեր ունեն ընդամենը, ստեղծված են ինչ-որ 1-2 տարի առաջ եւ ունեն մեծ քանակի հրապարակումներ։ Եվ խնդրում եմ ուշադիր եղեք, գիտեմ, որ մի քիչ շատ ժամանակ ձեզանից կխլեմ, բայց տեսեք, հենց այս օրինակի վրա հասկացեք, թե ինչպես են ձեզ ստիպում մտածել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Իսկ այն մարդկանց, ովքեր գնում են հոսանքին հակառակ, փորձում են այրել դժողքի կրակներում, ինչպես եւ փորձում եք անել ինձ հետ, բայց ես արդեն 8 տարի է կոփված եմ, որովհետեւ ի համեմատ շատ շատերի ոչ սկզբում եմ տրվել ներկայիս իշխանության խոստումներին, ոչ էլ առավել եւս այսքան բանից հետո հիմա փոխել իմ կարծիքը ոնց որ ոմանք եւ գնացել նրանց հետևից։ Իդեպ ասեմ, որ եթե այն մարդկանց, ովքեր 18 թվականին հավատով լի դուրս էին եկել փողոց կարելի է ներել, որովհետև նրանք պարզապես փոփոխություններ էին ուզում, ապա 20-ից հետո նրանց, ովքեր միացել են այս քայլող ողմակին, չեմ պատկերացնում, որ կարելի է ընդհանրապես ներել։ Մի խոսքով հանձնում եմ ձեր դատին։ Հիմա ես հնարավորինս դանդաղ կբարձրացնեմ, որպեսզի դուք տեսնեք գրածները եւ տեսնեք, թե քանի դատարկ էջ կա
այս 75 պոստերի մեջ, կարծիքների մեջ, եւ հետո բոլոր լուսանկարներով էջերը ես կբացեմ, որպեսզի դուք տեսնեք, թե քանի հետևորդ ունի ամեն կարծիք գրող էջը։ Ասեմ, որ եթե ժամանակ չունեք, որպեսզի ընթերցեք, հիմնականում իհարկե գաղափարը, որ սփյուռքը պետք է լռի, խանգարում ենք, այստեղից ինչ-որ կարծիքներ ենք փորձում արտահայտենք, որոնք իրավունքը չունենք, անձնական վիրավորանքներ են, ստահոդ մեղադրանքներ եւ տեսեք 9 հետևորդ, հետո կլինի 7 հետևորդ, 6 հետևորդ, 5 հետևորդ, ես ձեզ ցույց եմ տալիս այս ամենը, ամենաշատը 35 հետևորդ ունեցող մի էջ է, Վարսահարդար է, բնական է, ենթադրաբար իրական անձնավորություն է, իսկ մնացածը, տեսեք, սա հանձնում եմ ձեր դատին, այնպես որ երբ որ կոմենտներ եք կարդում եւ չկա կապույտ նշան, որպեսզի դուք վստահ լինեք, որ այդ անձնավորությունը ստուգված է համացանցի կողմից, կարող եք վստահ լինել, որ հիմնականում կեղծ ստեղծված, կեղծ օրակարգ եւ կարծիք ստեղծող էջեր են, տեսեք 4 հոգի, 11 հոգի, դեպ շատ հավատացյալ անձնավորություն է Գևորգ Սահակյանը, ինչպես տեսնում եք, եւ այնպիսի կոմենտ է գրել, որ անգամ կարդալ չի կարելի բարձրաձայն, 11 հետևորդ, ես բացում եմ հատուկ բոլոր լուսանկարներով էջերը, որպեսզի դուք չասեք, որ ես, տեսեք ինչ խորհրդանշական վիդեո է, բնական է, որ նիկոլական է այդ անձնավորությունը, տեսեք, 31 հոգի, 35 էի ասել, սխալվել էի։ Եվ այսպիսի կեղծ կարծիքներով լցնում են ձեր էջերը, համացանցը, ձեր գլուխները, այնպես որ սթափվեք, սկսեք մտածել ինքնուրույն, ձեր արժեհամակարգը վերանայեք եւ ինչ ասեմ, ավելի բարի եղեք միմյանց հանդեպ։